Նամակը քիչ առաջ ուղարկեցի, այո, on-line ուղարկեցի, այն բովանդակությամբ, որ իհարկե հեռու եմ այդ մտայնությունից, որ իրենք տեղյակ չեն քրեական գործերից եւ ինչ են տեղի ունենում, ինչ բովանդակությամբ եւ ինչ ենթատեքստով, այդուհանդերձ եթե կարիք կա լրացուցիչ բարձաբանումներ ստանալու, մենք պատրաստ ենք հանդիպել եւ մանրամասն ներկայացնել են բոլոր ամբողջությունների շղթան, որ այսօր կա իդեմս այս բարակայում Արեգնազ Մանուկյանի, Պարոն Թևանյանի գործով եւ առհասարակ Հայաստանի Հանրապետությունը, որտեղ տեսակ նաեւ հիշատակեցին նաեւ այլ քաղաքական պատմություններ։ Ըստ վերաքննիչ դատարանի բանավոր հաղորդման, այո, կա վարույթ ընդունելու մասին որոշում, բայց որը արդեն 13 օրից ավել է առնվազն, 2 շաբաթ է, մեզ այդպես էլ չի հասնում։ Պատճառաբանությունը հատուկ կապողիներն են, որոնք գործում են ԱԱԾ հսկողության ներքո։ Եվ այս պարագայում կարող եմ ենթադրել, որ այսինքն քանի որ իրենք պատճառաբանում են, որ գործը պետական գաղտնիքին է առնչվում, այդ առաքումները պետք է լինեն ոչ թե սովորական հայ փոստի միջոցով, այլ հատուկ կապ ծառայության միջոցով, որը ԱԱԾ-ի ներքո է գործում, իսկ ԱԱԾ-ն գիտենք, որ այս գործի հեղինակն է, եւ բնականաբար, եթե ինքն է կազմակերպում այս քաղաքական հետապնդումները, կարող է ամենատարբեր պատճառաբանություններով ձգձգել այդ փաստաթղթերի շարժը եւ այդպիսով խոչընդոտել վերաքննության կարգով բողոքարկման արդյունավետ իրականացման։ Վարույթին, այո, խոչընդոտելու ռիսկն է գնահատել։ Այո, գտել է, որ չի կարող իզորու լինել ապահովել, բնականաբար ողջամիտ չի։ Այո, կարծես թե ես ճիշտ ասած փաստաթղթին չեմ ծանոթացել, առավոտ շուտ ինձ տենց զանգով տեղեկացրեցին դրա մասին, ասի լավ գոնե ինչ-որ մի բան է, թող երեխան գնա, հիմա երեխան գնացել է, հիմա հենց տեսակցում է, բայց Արեգնազ Մանուկյանի ամուսնուն կարծես թե հայտնել են քրեակատարողական հիմնարկից, որ խոսքը միայն այսօրվան է վերաբերում։ Եվ միայն ըստեղ։ Այո, միայն անչափահաս ըստեղ։ Ոչ, սովորական, ինչպես այսօր նշեցին, ազատ խցեր Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում ցավոք չկան, Արեգնազ Մանուկյանը խուցը կիսում է եւս 2 կալանավորների հետ։